Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շարունակել խաղաղության թեման։ Տեսեք, իշխանությունը իր հաղթաթուղթն է համարել այս ընտրություններում խաղաղությունը, որ իրենք խաղաղություն են բերել 2 տարի սահմանում ոչ մի զոհ չկա։ Ինչ է ասում ընդդիմությունը, մասնավորապես դուք, ինչպես է օրինակ իրերի դրությունը այսպիսին է, եթե ընտրվեք, ոչինչ միանգամից չի փոխում։ Այս իրավիճակում խաղաղություն կառուցելու ձեր այլընտրանքը ո՞րն է։ Օրինակ Ադրբեջանը 240 կիլոմետրից ավել օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Իշխանությունն ասում է դա սահմանազատմամբ է լուծելու։ Ձեր այլընտրանքը ո՞րն է։ Դուք ինչպես եք լուծելու։ Ո՞րն է լինելու անվտանգային այս երկու հարցերի հետ կապված ձեր տարբերակը։ Ինչ եք դուք հստակ առաջարկում հայ հանրությանը։ Ո՞րն է ձեր խաղաղության բանաձևը։ Մեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է։ Վերականգնել մեր հարաբերությունը մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունը մյուս գերտերությունների հետ։ Մենք ուրիշ ձև չունենք, նորից եմ ասում, մենք փոքր երկիր ենք, պետք է ունենանք վստահելի հարաբերություններ, մարդիկ պետք է մեզ վստահեն։ Սրանց այս խարդավանքներով ամեն օր թռնեն մի կողմ, մյուս կողմը մի նպատակի համար իշխանությունը պահեն եւ Ալիևի նարատիվները մտցնեն Հայաստան։ Սա փորձանք է բերելու մեր երկրի գլխին եւ ես վստահ եմ շատ շուտով մենք ձեզ հետ տեսնենք դա։ Ինչ էլ ինքը ասի։ Մենք ուժեղացնելով մեր բանակը սարքելու ենք ժամանակակից ճիշտ բանակ, արժանապատիվ ծառայություն է լինելու, բոլոր մեր ծառայողները աշխատավարձ են ստանալու, բարձրացնելու ենք բանակի իմիջը, որ մարդիկ հպարտությամբ գնան ծառայեն, որ դա դառնա պարծանքի միջոց, ոչ թե հախնեն երկրից, որպեսզի երեխաները չծառայեն բանակում։ Բայց ամենագլխավորը լինելու է ճիշտ դիվանագիտությունը։ Սկզբնական փուլում։ Ես ճիշտ եմ հասկանում, երբ որ ասում եք ճիշտ դիվանագիտություն, խոսքը երաշխավորների մասին, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերություններում առանց երաշխավորների խաղաղություն չի լինելու։ Իհարկե չի լինելու։ Պետք է լինեն երաշխավորներ։ Ասենք մի օր Ալիևը զարթնեց ու հիշեց Գյոլչայի մասին։ Ինչ ենք մենք անելու, հավատալու ենք Փաշինյանի երբումներին։ Սաֆարովը ուզեց ինչ որ ասում եք 240 կիլոմետր, ես անցած անգամ ասեցի, դա ուրեմն 120 Մոնակոյի տարածք է, այսինքն կարելի էր զարգացնել այդ տարածքները և ունենալ լավ քաղաքներ, լավ գյուղեր, իսկ ինչ արեցին իրենք, հանձնեցին հանգիստ, ասում են հիմա էլ խաղաղություն է, վաղն էլ կհանձնեն Սևանը, կասեն դե հիմա արդեն 5-րդ հանրապետություն է, խաղաղ, էլ ոչ մեկը չի կրա, կանցնի մի տարի, Սյունիքը կհանձնեն, կասեն դե ինչա, Սյունիքը տվինք, հիմա էլ շատ խաղաղ ապրում ենք, այսինքն մենք այս նվաստացած վիճակից դուրս ենք գալ, և շատ արագ, մի մտածեք թե դա տևելու է տարիներ, շատ արագ, ես վստահ եմ դրանում, մենք կարող ենք դա անել, չնայած որ դուք ինձ ասում եք փորձ չունեք, բայց ես ունեմ այդ փորձը։ Լավ հարաբերություններ ստեղծելու փորձ ես ունեմ մարդկանց հետ, գիտեմ ինչպես պետք է կառուցել հարաբերությունները, որ վստահեն քեզ։ Ոչ թե ամեն օր մի բան գոռալ, ինչ է դա բերում։ Ամբողջ պետությունը վարկաբեկվել, խայտառակվել, ժողովուրդը նվաստացել, ինչ այլ մեզ պետք, որ մենք հասկանանք, որ մենք պետությունը կորցնում ենք։ Պարզապես հստակեցումներ եմ ուզում, երաշխավորներ, այսինքն երկու երկրների հարաբերություններում ովքեր են լինելու երաշխավորները եւ ինչ կարգավիճակ, որովհետեւ հիմա մենք օրինակ վկայի կարգավիճակ ունենք, ինչ կարգավիճակով Չի լինելու վկայի կարգավիճակ, լինելու են կոնկրետ ճիշտ պայմանագրեր, որտեղ այդ պետությունը երաշխավորել են Հայաստանի անվտանգությունը։ Մենք հասկանում ենք, որ պետությունները չենք ուզում բարձրաձայնել, լինելու են այդ պետությունները։ Տարածաշրջանային
կարևոր պետություններ են լինելու։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կուզի ինքն էլ բարձրանա երաշխավորի աստիճան, մենք միայն ուրախ ենք լինելու։ Եթե Եվրոմիությունը կգա կուզենա ինքն էլ երաշխավոր լինի, մենք շատ ուրախ կլինենք, բայց անպայման լինելու են երաշխավորներ։ Մենք չենք թողնելու երկիրը Փաշինյանի եւ Ալիևի հույսին։ Պահեմ, ավանդույթ է երկուական հարց տամ, հարց հնչեցնեմ։ Պարոն Կարապետյան, հիմա իհարկե տարբեր քաղաքական ուժեր խոսում են սահմանադրական